Այս մոտավորապես թվագրվում է 2700 թվականներով։ Հայկական գամփրի, շարժական օջախի փոքրիկ արձանիկներ, աղորիկ, քարե և խեցանոթներ, մետաղե առարկաներ և այլ գտածոներ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը փոխանցում է Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանին։ Նմուշները հայտնաբերվել են Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի Սարիսոբ հնավայրի տարածքից 2011-ից 16 թվականների պեղումների ժամանակ։ Սա շատ կարևոր է թանգարանի համար, այս նախաձեռնության շնորհիվ թանգարանի ֆոնդերը պարբերաբար համալրվում են, որն էլ ապահովում է նոր ցուցադրությունների կազմակերպումը, սրանով թանգարանը անընդհատ նոր շունչ է մտցնում քաղաքի մշակութային կյանքում եւ այցելուներին ամեն անգամ նոր բազմաբովանդակ եւ հետաքրքիր ցուցադրություններով է ներկայանում։ Մոտ 150 նմուշները մեր թվարկությունից առաջ երրորդից առաջին հազարամյակով են թվագրվում։ Աշնանն արդեն թանգարանի այցելուներն այս եզակի գտածոների միջոցով կբացահայտեն բրոնզ երկաթեդարյան ժամանակաշրջանում Լոռու տարածաշրջանի երկրագործության, խեցեգործության եւ մետաղամշակության առանձնահատկությունները։ Նյութերի կարևորությունը եւ այն հուշարձանի, որը մենք պեղել ենք նրանում է, որ ըստ էության Մարգահովիտը կամ Սարիսոբը գտնվելով մետաղագործական շատ կարևոր մի տարածաշրջանում, այն ժամանակաշրջաններում եւս կարևոր դեր է խաղացել որպես մետաղագործական կենտրոն։ Այսինքն մեր պեղումները ցույց են տալիս, որ ըստ էության ավելի շատ այդ բնակավայրում աշխատել են, քան ապրել, որովհետեւ մենք քիչ տվյալներ ունենք բնակության վերաբերյալ եւ ավելի շատ նյութեր արհեստագործության, զարգացման եւ այլ արհեստների զարգացման վերաբերյալ։ Վերջին տարիներին հնագիտության և ազգագրության ինստիտուտը Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանին է հանձնել Շիրակամուտ գյուղի Չիչխանավանքի, Ալավերդու տարածաշրջանի Թեղուտ շնողի և Դսեղի բարձրաքաշվանական համալիրի տարածքներից հայտնաբերված գտածոները, որոնք թանգարանը հանրայնացրել է տարբեր ցուցադրությունների միջոցով։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։